Երբ դուք հասկացաք, որ պիտի թողնեք այն կյանքը, որը մինչ այս ունեցել եք, եւ գտնեք ձեզ քաղաքականության մեջ, զբաղվեք Հայաստանի խնդիրներով, ու նրա այդ կարմիր դրոշակ ասեմ, կամ իշխանությունների կողմից այդ կարմիր գծի որ հատումն էր, որ կարմիր գծի հատումն էր, Անուն ինչ տնենք, ալկարմիր, թե բորդո, արնանման անդրենք, արնանման կարմիր գիծ, որը հատվեց, որն էր, որ ձեզ համար եկեղեցի։ Մինչ հետ շատ են հատել, շատ, բայց երբ ձեռքները գցեցին արդեն եկեղեցուն, այդ արդեն են վերջի մեր երբևիցե չպատկերացրած կարմիր գիծներ։ Եվ այդտեղ հետևեց արդեն Սամվել Կարապետյանի աջակցության խոսքը եկեղեցու, որից հետո արդեն տեսակ ինչ եղավ։ Այդտեղից մենք որոշեցինք, որ ժամանակն է եկել, որ մեր պետությունն ունենա ուժեղ ղեկավար ու մեծ աշխատանք ունենք անելու, շատ շուտով կունենանք, մենք արդեն ունենք ուժեղ ղեկավար եւ մեր ժողովուրդն էլ գիտի, որ ունենք ուժեղ ղեկավար եւ շատ շուտով կունենանք հունիսի 7-ից հետո ունենանք ուժեղ ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, ուժեղ կառավարություն ու մեր աշխատանքի արդյունքում էլ կունենանք այն պետությունն ու այն հայրենիքը, որը որ մենք երազել ենք միշտ ունենանք։